Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը մեկն է այն օտարազգի հեղինակներից, որին խորապես հուզել է անցյալ դարի ոճիրը մարդկության նկատմամբ։ Ծանոթանալով ազգությամբ հայ մի կնոջ հետ եւ նրանից իմանալով սարսափազդու մանրամասներ հայոց կոտորածների մասին, գրողը որոշել է խորությամբ ուսումնասիրել թեման եւ արդյունքում ծնվել են մի շարք գրական գեղարվեստական աշխատություններ նվիրված հայկական հարցին եւ հայոց ցեղասպանությանը։ Հայկական պատգամ պատմավեպը այդ շարքի ստեղծագործություններից մեկն է, որի ռուսալեզու հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ Մոսկվայում հեղինակի ներկայությամբ։ Գուարչը ներկաներին պատմեց, որ հայկական պատգամը ցեղասպանության թեմային նվիրված եռագրության երկրորդ գիրքն է։ Առաջինը հայկական տոհմածառն է, իսկ վերջինը Սպիտակ լեռը լույս կտեսնի 1 տարի անց։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ նախատեսվում է ընթերցողի դատին ներկայացնել վիպաշարի նաև հայալեզու տարբերակը։ Հայկական պատգամը գրված է հիշատակարանի ձևով։ Այն ֆրանսիական օրորդ թերթի կողմից Կոստանդնուպոլից գործուղված երիտասարդ լրագրողի պատմությունն է, որը սկսվում է 1885 թվականից։ Գործուղումը Թուրքիա, ֆրանսիացի լրագրողի կյանքում ճակատագրական է դառնում։ Նա ամուսնանում է հայուհու հետ եւ հետագայում դիվանագիտական հաջող կարիերայի ընթացքում ամեն կերպ փորձում է հանդես գալ որպես հայոց շահերի պաշտպան, սակայն 1915 թվականին կորցնում է ամեն ինչ։ Կնոջը, որդուն եւ առողջական ծանր խնդիրներով վերադառնում է Ֆրանսիա ու ցավով նկատում, որ առաջին համաշխարհայինից հետո աշխարհում ամեն ինչ իր տեղում է եւ այդ ամբողջ պատմության ընթացքում միայն Հայաստանն էր, որ իրականում ունեցավ անփոխարինելի կորուստ, որի արդյունքում աշխարհը կարծես խեղճ ու անգույն դարձավ, մտորում է վեպի հերոսը։ 1885-ից սկսած մինչև 1918 թվականը հերոսի կենսագրությանը զուգընթաց գրողը յուրաքանչյուր տարվա կտրվածքով մանրամասն ներկայացրել է Թուրքիայում եւ արտաքին աշխարհում տեղի ունեցող հասարակական քաղաքական խմորումները, որոնց արդյունքում էլ գրանցվեց ցեղասպանության առաջին դեպքը աշխարհում։ Կուզենայի, որ այս գիրքը կարդացվեր, ասում են ոչ որպես հեղինակ։ Կարծում եմ շատ կարևոր է այսօրվա հասարակությանը հասանելի դարձնել այդ սարսափելի իրադարձությունների հետ կապված բոլոր տեղեկություններն ու մանրամասները։ Վստահ եմ, մարդկանց լիարժեք տեղեկացված լինելը մեծապես կօգնի հայոց հարցի արդարացի ու շուտապույտ լուծմանը, նաև Թուրքիայի հետ քաղաքակիրթ հարաբերությունների ստեղծմանը։ Գրքի շնորհանդեսը կազմակերպել էին եւ անցկացրեցին Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսությունը, Պատմական հեռանկարներ ֆոնդը Նատալիա Նարոչնինսկայայի գլխավորությամբ եւ Մոսկվայում Հայդատի հանձնախումբը Հայաստանը բարեկամների աչքերով ծրագրի շրջանակներում։ Նատալիա Նարոչնինսկայան թեմային զուգընթաց որպես պատմաբան եւ քաղաքագետ իր ելույթում նշեց, որ Թուրքիան չափազանց խորացել է պատմական փաստերը ժխտելու իր դիրքորոշման մեջ եւ պետք է սթափ լինել, քանի որ պատմական ռևանշի պատրաստ Թուրքիան Ռուսաստանի թեկուզ փոքր-ինչ թուլացման պարագայում փորձելու է իրագործել պանթուրքիզմի իր ծրագիրը։ Նշենք նաև, որ հայկական պատգամ վեպը լույս է ընծայվել Յունիպրես հրատարակչության կողմից Մոսկվայաբնակ գործարար Կարեն Մովսիսյանի աջակցությամբ։ Նաիրա Բաղդասարյան, Գագիկ Խոտիկյան, Երկիրն այսօր, Մոսկվայից։